Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է եւ ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Իհարկե ամեն անգամ, երբ գալիս եմ տաղավար, մտածում եմ, որ այնուամենայնիվ իրավիճակը գնալով մեզ մոտ իսկապես ել ավելի է լարվում, որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի շատ տհաճ, հատկապես տհաճ անակնկալների ենք ականատես լինում։ Եվ քանի որ Փակ TV-ն դա փաստերի, անակնկալների եւ կարծիքների հեռուստալիք է, մենք չենք կարող անտարբեր մնալ այս ամենի կողքով։ Այսօրվա իմ զրուցակիցը շատ հետաքրքիր մի անձնավորություն է, ում հանդեպ ես առանձին համակրանք ու մեծ հարգանք ունեմ։ Հասարակական քաղաքական ակտիվիստ Ռուզան Ստեփանյանն է, համահայկական Չակած շարժում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Ռուզաննա, իսկապես ուրախ եմ, որ մեզ հյուրընկալվում եք բարբերաբար, դա շատ կարևոր է, այսօր էլ հարցեր շատ ունեմ, բայց մինչև հարցերը տալը, ուզում եմ մենք հիմա դիտենք համացանցում, այսպես մեծ դիտումների արժանացած մի տեսանյութ, որը եթե չեմ սխալում 3 է տեղի ունեցել, հա, դիտենք եւ վերադառնանք տաղավար ու զրուցենք, խնդրեմ։ Շատ ուշադիր նայել եմ, բայց ամոթ է, չէ, ախր դուք սկսել եք արդեն ադրբեջանցիների ոճրագործությունները ասել, որ լավ է։ Իրենք ոճրագործություն են անում, իսկ դուք ասում եք, որ ես սխալ չեմ մեկնաբանում, ես ձեր խոսքն եմ իմանում։ Դուք մեկ եք եթերում։ Այո, ես ամբողջությամբ մեջ եմ, դուք մեկ եք եթերում ադրբեջանցիների ոճրագործությունը փոխարենը դատապարտում եք, որ այդպես են անում են։ Եվ ասացի, որ դատապարտում եմ, բայց ես ասացի պետք է նայել այդ ամբողջը խաղաղության գործընթացի խաղաղության գործընթացի խաղաղության, որը հաստատվել է դուք պայմանագիր ունեք կնքած խաղաղության։ Տեսակ, Արսեն Թորոսյանն էր, որ այդպես ուրախանում են, որ Արցախում մեր քրիստոնեական արժեքներն են ոչնչացնում։ Հիշեցնում եմ, որ Ռուզան Ստեփանյանն է մեր տաղավարում։ Ում հետ եք խոսում, ինչ եք պահանջում, խաղաղության պայմանագիր։ Այդ փուջ գաղափարին այսօր կա մեկը, որ հավատում է։ Դե տեսեք, պարոն Ղուշյան, հենց այդ հարցից փախավ Արսեն Թորոսյանը, որովհետև հիմա Նիկոլ Փաշինյանը ինչով է իր քարոզարշավը սնուցում։ Սնուցում է հենց այդ գաղափարով, որ խաղաղություն է եկել, խաղաղություն են կառուցել։ Ես բազմիցս ասել եմ եւ պնդում եմ, որտեղ տեսնեմ իշխանավորի, ես մոտենալու եմ իրենց ասածների համար պատասխան եմ պահանջելու։ Այ Արսեն Թորոսյանը փախավ հենց այն պահին, երբ ես հարցրեցի, իսկ իշխանությունը ունի խաղաղության պայմանագիր, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ չկա խաղաղության պայմանագիր, կա նախաստորագրված ինչ-որ թուղթ, այդպիսի թղթեր շատ են ստորագրվել եւ որևէ երկիր չի կարող ասել, որ նախաստորագրված ինչ-որ թղթի վրա, որի իրավական հիմքն էլ ես չգիտեմ, որքանով է այն իրավական կամ ոչ իրավական անգամ, որևէ երկիր չի կարող ասել, ես այս թղթով գնում եմ խաղաղության։ Խաղաղության գնում են ուժեղ բանակով, ուժեղ հզոր տնտեսությամբ, միայն այդ պարագայում դու կարող ես գնալ խաղաղության։ Թե չէ, տեսեք, ոչինչ չունեն ասելու, դե 10,000 դրամ ընտրական կենսաթոշակը պայթեց, որովհետև այնպիսի գներ են իրականում Հայաստանում, որ անգամ Սփյուռքից եկած, արտերկրից, Եվրոպայից բոլորը զարմանում են, թե այս ինչ գներ է, դուք ինչպես եք ապրում։ Այն որ ասում են առաջին անգամ մեր թոշակառուն ստանում է այսքան գումար, առաջին անգամ մեր թոշակառուն այսքան թթվասերը գնում է 800 դրամով։ Առաջին անգամ մեր թոշակառուն ավտոբուսին վճարում է 150 դրամ։ Առաջին անգամ մեր թոշակառուն շինթույլտվության համար վճարում է միլիոնից ավել գումար։ Առաջին անգամ ՀՀ քաղաքացին խանութից գնում է առաջին անհրաժեշտության ապրանքը։ Ամենաանորակ ձեթը 900 դրամ։ Առաջին անգամ մեր քաղաքացին
գնում է հարկեր վճարելու աղբը, գույքահարկը այսպիսի խոշոր գներով։ Ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ է դա արվում։ Այնպես որ այդ 10,000 դրամը դրեք ձեր գրպանը եւ այս մարդկանց մի խաբեք։ Որևէ տատիկ, պապիկ, որևէ կենսաթոշակառու դիմում եմ ձեզ, սիրելի կենսաթոշակառներ, հանկարծ չմտածեք, որ ձեզ լավություն արվեց։ Ավելին ասեմ, այդ կենսաթոշակը հունիսից օդ է թռնելու, ասեք ինչի, որովհետև դա ես չեմ ասում, դա Փաշինյանի ֆինանսների նախարարն է ասում, պնդելով, որ այս թոշակների ֆինանսական աղբյուրը բացակայում է։ Սա համարեք 2 ամսով ձեզ ընտրակաշառք են տալիս։ Հիմա Փաշինյանը բոլորի հետևից ընկել է ընտրակաշառք է փնտրում, ամենտեղ տեսնում ենք ընտրակաշառք է սա, որովհետև եթե ձեր ֆինանսների նախարարը ասում է չկա դրա աղբյուրը, նշանակում է դուք ընտրակաշառք եք տալիս։ Կամ այդ ապահովագրություն, առողջապահական, մեզանից գումարները հավաքում է, տանում մարդկանց վրա վաճառում է։ Այդ առողջապահական համակարգը նոր հարկատեսակ դրվեց։ Բոլոր ընտանիքները, որտեղ կան աշխատողներ, շատ լավ գիտեն, իրենք նոր հարկատեսակ են վճարում, որով գնում է առողջապահության ընդհանուր համակարգին։ Հիմա ես որ տալիս եմ, բարի եղեք, Նիկոլ Փաշինյանի ընտանիքը վճարում է։ Գնացեք, որ այդ գնում եք Մարտունից, Վարդենից, չգիտեմ, Արթիկ, այստեղ այնտեղ ասեք, գիտեք այդ առողջապահության ապահովագրության համակարգում դեր ունի Ռուզանա Ստեփանյանի ընտանիքը, Համլետ Ղուշյանի ընտանիքը, չգիտեմ, մյուսների ընտանիքները, գնացեք այդպես բաց խոսեք, ոչ թե գնացեք խաբեք մարդկանց, այլ գնացեք բաց ասեք, որ մենք ժողովրդից այդ նույն կենսաթոշակառու տատիկին կամ պապիկին ասեք, որ սիրելի կենսաթոշակառու տատիկ եւ պապիկ, այս ապահովագրության մեջ մեծ դեր ունի ձեր թորնիկը, ձեր հարսը, ձեր տղան, որոնք աշխատում են, հավաքագրվում գալիս է մեր մոտ, մենք էլ դա քարոզարշավի տեսքով տալիս ենք ձեզ։ Բավական է խաբեք հայ հասարակությանը, բավական է այսպես գակ, մենք լավ հասկանում ենք, ԿՊ-ն չի լինելու։ Հունիսի 7-ից հետո դա ես չէ, իրենք էլ են լավ հասկանում։ Անկամ Եվրոպան, որ ասում էր փող ենք տալիս, անկամ նրանք են հիմա տարակուսած, այդ փողը տան, այս պրավալի, այս ոչ մի բանի համար, թե չտան, ասեցին, բայց դեռ չեն տվել, որովհետև լավ տեսնում են, որ հունիսի 7-ից հետո կառավարության աթոռի վրա լինելու է բոլորովին այլ մարդ, հաստատ դա Նիկոլ Փաշինյանը չի լինելու, այսպես խաբելով, գնացել հասել են Արթիկի դպրոցականերին, 17 տարեկան երեխաներին, մի իշխանություն, որ արդեն անչափահասներին է խաբում, սա հանցագործությունից էլ վատ է, 17 տարեկան երեխաներին հավաքել, բերել են միտեղ, ասել են գնում եք բանավեճի, ոչ այդ երեխաներն են իմացել, ահազանգ կա, ոչ այդ երեխաներն են իմացել, որ գնում են բանավեճի, ոչ իմացել են ում հետ է բանավեճը, հետո գնացել տեսել են բեմում բազմած է երկրի վարչապետը, բա այդքան դուխ ունեք, այդքան բանեք, այդ երեխեքին ասեք եկեք մեզ մոտ, այդ 17 տարեկան երեխաները ԿՊ-ական իշխանությանն եմ դիմում, 17, 18, 20, 21, 200 հոգի այդպիսի լավ սերունդ հավաքվել էր Աղվերանում, ծրագրի շրջանակում դարձյալ բանավեճ, ձեր Ռուբեն Ռուբինյանին հարցրեք, Նիկոլ Փաշինյան, թե ինչպես է փախել այդ երեխաներից, որովհետև այնտեղ կայացած մտավոր երեխաներ են եղել, ովքեր Ռուբեն Ռուբինյանին ուղիղ հարցրել են, ուղիղ, շատ ուղիղ, եւ այդ ուղիղ հարցը արժանացել է բազմաթիվ ծափահարությունների, հարցրել են, այդ ինչպես եղավ, դուք ոչ մի բանից, ուզեցել են ասել, որ դուք ոչնչություն եք եղել, էլի, ոչ մի բանից եկաք բազմեցիք երկրի ղեկավարի ղեկին, բոլոր ընդդիմադիրներին ասում է սա են, սրանք չեն կարա, ու ձեզ ասել են դուք ոչ մի բան տեղով դարձել եք ղեկավար, ու այդ ամբողջ դահլիճը 200 հոգանոց, 197 հոգի, ծափահարել են այդ հարցին, Ռուբինյան այսպես նստած կարկամած ասում է, իզուր եք ծափահարում, ավելի բարձր են ծափահարել, Ռուբեն Ռուբինյան, դու այդ երեխաների մոտից, այդ պատանիների մոտից ուղակի ճողոպրել ու փախել ես, Այնտեղ ներկա գտնվողներից մեկը ինձ պատմեր, թե դու ինչ խառնաշփոթ ձևով ես փախել, դուք փախնում եք, հիմա սա չփախավ,
Հիմա չփախավ Արսեն Թորոսյանը։ Ես նախ լավ եմ զգում, որ իմ մի հարցով ընդդիմադիր դաշտին նաև օրակարգ եմ թելադրում։ Այս տեսանյութը հազարավոր մեկնաբանություններ ունեցավ, որևէ մի մեկնաբանություն, անգամ իրենց ֆեյքերը չկարողացան մտնել տակը վատ բան գրել։ 100 հազարավոր դիտումներ ունեցավ մեկ օրում, շատ լավ է, հետո ընդդիմադիրները սկսեցին դրան անդրադառնալ։ Մենք չպիտի թողնենք, որ սրանք այսպես փողոցով քայլելով գնան ու մտածեն, որ իրենք կարան էլի, քայլեն գնան ու որևէ մեկը իրենց հարց չտա, չասի Արսեն Թորոսյան, դու ընդհանրապես հմեկի եթերը մի շփոթեք Բաքվի պետական ալիքի հետ, դա մեր բոլորի հարկերով վճարվող եթեր է, եւ դուք չեք կարող դուրս գալ այդ եթերից ասել, որ դա Ղարաբաղը իրենց տարածքն է, ինչ ուզեն կանեն։ Ղարաբաղը քրիստոնեական պատմամշակութային արժեքներով լցված պատմական հայկական տարածք է եւ որևէ մեկը քրիստոնեական եւ մեր մշակութային ժառանգության նկատմամբ երբ որ հանցագործություն է իրականացնում, հենց մեկի եթերը վարողին եմ ասում, բարի եղեք ձեր բոլոր բանախոսներին հորդորեք դիմեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որով զբաղվում է այդ կառույցը։ Ոչ թե բերեք նստացրեք, հա, ասում է, ինչ ուզեն կանեն, ոչ, Պետրոս, քո կինը, նախարարը, պետք է ամեն ինչ անի, որպեսզի մշակութային արժեքները Արցախում պաշտպանվեն։ Ոչ թե դուք զարմացած երկնքից իջաք թևերի տակել բմբուլներ աճած, ոչ։ Դուք պետք է ձեր կնոջը կանչեք մի հատ հարցազրույցի, ասեք, բա Ժանա, ինչի՞ չես դիմում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ այնտեղ քրիստոնեական արժեքներ են ոչնչացվում։ Եվ ոչ միայն ցավոք ոչնչացում են այդ արժեքները, պարոն Ղուշյան, մեր հայրենակիցների շիրիմներն են բղծվում։ Տիկին Ստեփանյան, ես հասկանում եմ ձեր վրդովմունքը, բայց չեք վախենում, որ նման համարձակ, բայց ճշմարտացի հարցեր բարձրացնելու դեպքում ձեզ էլ մի օր կարող են կալանավորել։ Ասենք այսքանին, որ կալանավորում են, ես միշտ ասել եմ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է փակ բաժնետիրական գաղութ։ Ումը բռնում կալանավորում է, ումը բռնում կալանավորում է, այդ եվրոպացիներ են գալու, արդեն բոլոր ուղղություններով ճանապարհները փակել են, բա Նիկոլ Փաշինյան, ձեզ թվում այդ եվրոպացիները չեն լսելու ինչ եք անում երկրում, ասենք ինձ էլ կալանավորցին, ասենք ձեզ էլ, մյուսին էլ, այն որ ասում էր պետության հացը ձրի ուտելը տանում լցնում են, չգիտեն էլ ինչի համար, դնում են մի գրավ, սրան այսքան գրավ, կա որևէ գործ մինչև հիմա, որ կալանավորել են, պարոն Ղուշյան, ու մենք տեսել ենք, որ այդ գործը տակը հիմք ունի, սրանց սարքած բոլոր գործերի տակը փուչի կա, ամբողջ օր ամբողջ պետական ռեսուրսը դրել են, գաղտնալսում են, կաշառք տարան, բերին, խոստացան, ինչ արեցին, հիմա դիմում եմ ձեզ, տո կաշառք տվողնել եք դուք, կաշառք բաժանողնել եք դուք, են ձեր Գեղակերտի դպրոցի տնօրենը վկա, Փաշկյարը Էջմիածնի ընտրություններին դրել կաշառք էր բաժանում, ինչ արեցիք, բա տես ծեփեիք ասֆալտին բանտանեիք, ձերբակալեիք, բա ինչ արեցիք, Ընդհանրապես տնային կալանք տվեցիք նորից սիրում դպրոցի տնօրենի աթոռը դրեցիք տակը, որ այս ընտրություններին նորից նույն կերպ վարվի։ Բայց ձեր կաշառք տվողին մոռացել էիք, գաղտնալսեիք։ Բա մի հատ լսեիք, բերել ապրանքը լցրել էր տուն, մի 10 էջանոց ցուցակը ձեռքը բաժանում էր իր տնից կաշառք։ Ընտրությունների ժամանակ մոռացել եք դա, ես դες միշտ եմ հիշեցնելու, այդ դա էլ եմ ես բացահայտել։ Իդեպ ձեզ ասեմ, որ ազգային ժողովի նախագահն էլ ամբյոնից հայտարարում է, այո, բոլորիդ գաղտնալսելու ենք, ինչ իրավունքով, սա չգիտեմ, այս պետության մեջ օրենք կա գործող։ Ես կարծում եմ, պարոն Ղուշյան, այդ գալու է մի ժամանակ, քիչ մնաց, մի ամիս 10 օր, մի ամիս 7 օր, 8 օր, են բան հաշվարկով, մի ամիս 8 օր հետո տեսնենք ելում են գաղտնալսելու, էլ ինչ են անելու, դե այսպես է ժողովրդին քերթելով տանում են, որ գաղտնալսեն, որ ռեսուրս ծախսեն դրա վրա, ուրիշ ինչ կարող են անել, մեկը չկա, ես օրինակ այն օրը նայում եմ Նիկոլ Փաշինյան տիկին ասում է, ես այդպիսի բան եմ ասել, ես ասել եմ, սա տալիս եմ պետության, այս հագուստը, այո,
Աննա Հակոբյան, դուք այդպիսի բան եք ասել, զարմանում եք ձեր ասածների վրա, այնքան շատ են սուտ խոսում, որ նույնիսկ չեն կարողam հասկանալ, որտեղ ինչ են խոսել։ Ես բազմիցս ասել եմ եւ պնդում եմ, ԿՊ-ն Հայաստանում ոչ միայն թրքահպատակ, այլև սուտ ասաների եւ գողերի իշխանություն է։ Իրենք գողացան 25 թվականի դեկտեմբերին պետական բյուջեից ահռելի գումար։ Իրենք բարիս ուղիղ իմաստով գողացան։ Եվ եթե չլիներ այն լրատվամիջոցը, որը բացահայտեց այդ հույժ գաղտնի փաստաթուղթը, որ իրենք այդքան իրենց պարգևավճար են գրել ու ստանում, այդ գողությունը կմնար ծածուկ այդպես էլ, մինչև կգար նոր իշխանություն կբացահայտեր։ Դե սուտ ասելու մասին այլևս չեմ ուզում խոսել։ Այս 21 թվականին իրենք էին, չէ՞ ասում, գալիս են Խադրութի եւ Շուշիի դեօկուպացիայով։ Դուք եկաք Արցախի կապիտուլացիայով եւ հիմա պատրաստում եք Հայաստանի կապիտուլացիային։ Դե գիտեք, մեկ օր առաջ էլ Հայաստան էր ժամանել Ադրբեջանի փոխվարչապետի պատվիրակությունը, այդպես էլ չիմացանք պաշտոնական այցով էր, թե մասնավոր ամեն ինչ գաղտնի է պահվում, ամեն ինչ փորձում են ծածկադմփոց արել, այդ մասին ինչ կարող եք ասել։ Նախ այո, գաղտնի եկավ եւ ես կարծում եմ այդ այցի մասին գիտեին երկու օլիգարխներ, Փաշինյանի հետ մերձեցած, Փաշինյանին միշտ մուծվող, ճիշտ է, իրենք այդ մուծվող բառից վատ են զգում, բայց իրենց հիմնադրամին, իրենց բոլոր ձեռնարկներին այդ մարդիկ մուծվում են։ Ինձ թվում է գիտեին այդ երկու օլիգարխները, Սամվել Ալեքսանյանը եւ Խաչատուր Սուքիասյանը, Աղվերանի Աբրիկո հոթելի սեփականատերը, իմիջիալոց 3 ամբողջ օրը փորձել եմ գտնել, թե տեսնեմ ում է պատկանում այդ հյուրանոցը, այդպես էլ որևէ կերպ ոչ մի տեղեկատվություն ես չգտա, որ լրատվամիջոցներին համարյա 700 մետրից են կողմ չէին թողնում մոտենային, էլի, դե գիտեք, բա փոխվարչապետն է Բաքվի եկել, ոնց կլինի մենք հանկարծ մոտ գնանք իրենց, մենք վտանգավոր ենք իրենց համար, լրատվամիջոցները վտանգավոր են, այսպես թակում բերեցին, տարան Աղվերան, իրենց փողերի հաշիվը արեցին, որովհետև մասնակցում էր եւ Սամվել Ալեքսանյանը եւ Խաչատուր Սուքիասյանի այդ ընկերության սեփականատեր մարդիկ էին այնտեղ տնօրեն, չգիտեմ ովքեր էին, որքան հասկացա դրանք էին եւ մասնակցում լրատվամիջոցները ամենայն դեպս այդպիսի տեղեկատվություն էին տվել։ Դե այս մարդիկ փող են աշխատում։ Եվ Սամվել Ալեքսանյանը, հիշում եք պարոն Ղուշյան, բոլորը սիրելի վարորդներ, դուք ինձանից լավ կհիշեք, ես մեքենա այս պահին չեմ վարում, դուք լավ կհիշեք, ասում էին ադրբեջանական բենզինը էժան է, հիմա բա ուր է այդ էժան բենզինը, ինչ պատահեց, հիմա նույն գինն է, ինչ մենք օգտագործում էինք բենզինը այդ նույն գնի, մի բան էլ գնաց, ավելին, շատ ավելի վատ, մի բան էլ հեղուկ գազի դեֆիցիտ է, Փաշինյանը բանա, գիտի ինքը ամենազորն է, ես ասել եմ, եթե Ռուսաստանը մեկ շաբաթ փորձի հանկարծ Լարսի ճանապարհը փակել, այստեղ սոված մենք բոլորս սովի ենք մատնվելու, որովհետև այս մարդիկ չունեն ռազմավարություն, չունեն տնտեսագետներ, ոչինչ չունեն, դե ինչ աղել ասում է, բանա, մեզ գազը թանկացրեց, ԵԱՏՄ-ից դուրս կգանք, այն Ալենն էր ասում, բալը մի հատ դուրս եկեք էլի, բալը մի հատ փորձեք ձեր բախտը էլի, այս հասարակությունը ձեզ հում է հոշոտելու, հələ փորձեք էլի, իրենք այնքան չեն վերլուծում տնտեսական իրավիճակը, որ նույնիսկ չգիտեն ԵԱՏՄ-ի կազմում գտնվելը, դա Հայաստանի ապրելու զարկերակն է։ Փրկողակն է, այո, մենք ուղարկում ենք մեր ապրանքը այնտեղ, սպառում ենք այնտեղ, փողերը բերում ենք այնտեղից։ Իրենց թվում է Եվրոպան իրենց սպասում է, Եվրոպա, այդ ինչ պիտի տանեք, ինչ էլի կարող եք ասել, ինչ պիտի տանեք։ Հիմա դուք ասում եք Մուստաֆայևը եկել էր, նախ շատ վատ է, որ Նիկոլ Փաշինյան, դու անգամ ընտրություններից օրեր առաջ հայ ժողովրդի թիկունքում Բաքվի ղեկավարների հետ ինչ-ինչ գործողություններ ես իրականացնում, դա շատ վատ է։ Ես Արամ Գաբրիելյանովին եմ կարդացել, ով գրել էր, որ իր աղբյուրների տեղեկացմամբ այս Շահին Մուստաֆայևի այցը
առաջին հերթին ունեցել է այն պայմանը, թե որ գյուղերում, որտեղ ադրբեջանցիներ են ժամանակին ապրել, դե այստեղ են ապրել, Բաքվում 700,000 ադրբեջանցի ապրել Ադրբեջանում։ Այդ գյուղերում պետք է գան 300,000-ը սիրուն տեղավորվեն Կոտայքի մարզում, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզում, Սյունիքի մարզում, այլ չասեմ, որ Սյունիքի մարզում ինչ որ փորձում են համատեղ էլի, սա դավաճանություն է հայ ժողովրդի թիկունքից։ Եվ ես հիմա առավելապես դատապարտում եմ, դե սրանք իրենց գործն են անում, ինչի դիմաց վաղ մյուս օր անպայման պարզվելու է, բայց ես դատապարտում եմ մեր քաղաքական ուժերի գործունեությունը։ Երեք ոչ թե հրապարակում պետք է պար լիներ, պարը վատ բան չի, երեք պետք է հրապարակում ընդվզում լիներ, թե ինչպես եղավ բոլորից գաղտնի ադրբեջանական ինքնաթիռը իջավ, այդ մեծ հսկայական անվտանգության ռեսուրսը այդ փոխվարչապետին տարավ Աղվերան, Աղվերանից չգիտեմ որտեղից որտեղ իրիկուն էլ մեծ բանով ծուլուլուլուներով տարան ճանապարհեցին։ Այդ ընդվզումը ես չտեսա։ Մեր քաղաքական ուժերը երեք պետք է այդ պարը տանեին հետ ու բոլորը կարևոր չի կհավաքվեր 1000 հոգի, 10,000 հոգի, 100 հոգի, մենք այդ ընդվզումը չտեսանք։ Ինչու եք դուք մեր թիկունքում գործողություններ անում։ Չէ՞ որ դե սրանք ասում եմ սուտ են ասում, պարոն Ղուշյան, ասում էր, չէ, առանց ժողովրդի հետ քննարկելու, ժողովրդին դարձրել եք քերթելու, տուգանելու մատերիալ եւ այդ ժողովրդի հաշվին դուք չաղ ու բախտավոր այսօր ապրում եք։ Դե Մուստաֆայևը եկավ, ես չգիտեմ հիմա Սամվել Ալեքսանյանը նույն Լֆիկ Սամոն, որին այդպես են անվանարկում, այն ժամանակ հիշում եք, ասում էր Շաքարի մենաշնորը, ինքը մենաշնոր, ինքը էս, ինքը այն։ Հիմա Նիկոլ Փաշինյան մի քանի ժամ հետո այդ հանդիպումից դուք Սամվել Ալեքսանյանին 270 միլիոն մաքսային արտոնություն տվեցիք։ Կարող եք ասել, այդ ինչ խոստացավ ինքը երեք Մուստաֆայևին, ինչ եք պայմանավորվել, որ դուք այսօր արդեն այդ 270 միլիոն արտոնությունը տվեցիք այդ տղուն։ Ինչ եք խոստացել, էլի կարող եք ասել։ Ես հասկանում եմ, այդ իրենք բիզնեսմեն են, կբերեն մի քիչ սրանց կմուծվեն, կգնա կպրծնի, բա մենք մնացողներս, բա մեր արժանապատվությունը, արյան հոտը դեռ այս երկրից գալիս է։ Ինչի վրա եք այսպես ուրախանում, ինչի վրա եք հրճվում, որ մեկը եկավ, ես նույնիսկ զարմանում եմ, որ գնացել էին իրենց դասարանցիներին էին խոսեցրել, նրանք էլ ասում էին, դե գերազանցիկ սովորող, ինչ կապ ունի, ոնց է սովորել, այն մարդ այսօր իր երկրի շահերն է պաշտպանում, այն մարդ այսօր իր երկիրը լավ գիտի ինչպես որտեղ ներկայացնի։ Դուք մտածեք, թե գնացեք մի հատ այս տղուց հլը հարցազրույց վերցրեք, նույն մարզում են սովորել, այդ ինչպես եղավ, նա էլ են երկրի շահերը պաշտպանեց, դուք էլ եք այդ երկրի շահերը պաշտպանում, այդ ինչպես եղավ։ Շատ ծանր փաստեր եք վերում, ես ավելին ասեմ, նախընտրական այս փուլում բոլոր քաղաքական ուժերը լծվել են քարոզարշավին։ Ըստ ձեզ ինչպես է ընթանում։ ՔՊ-ն իհարկե մեծ առավելություն ունի նշտելի նկատմամբ։ Դե ՔՊ-ն, որովհետև մեր բոլորի փողերով քարոզարշավ անում։ Մենք ինչ գիտենք, այն կարկանդակները, բանա, չէ, քարտեզի նշաններ, կարկանդակներ։ Ի վերջո դրանք ինչ գումարներով են պատրաստվում, չէ, հարյուրավորներ, հազարավորներ, եթե ոչ միլիոն գերազանցող, ինչ գումարներով են դրանք պատրաստվում։ Կամ այդ Շարասյունը, որ իր հետևից գնում գալիս է, մի ավտոբուսով չեն գնում, այդ ուրախի մեջ իրենք են, այն մյուսի մեջ, մյուս հատվածն էլի, որ մտածում է երբ ենք սրանցից պրծնել։ Ռուսերեն ասած մասով կան։ Այդ որ տանում բերում են, այդ ում հաշվին են տանում բերում, ընդհանրապես ում հաշվին, բայց սա չէ կարևորը, պարոն Ղուշյան, մենք հասկանում ենք, իշխանությունը եկել է մսխելու մեր բոլորի գումարները, վատնելու, մսխելու, իշխանությունը եկել է Փաշինյանական դրա համար։ Այստեղ կա մի այլ խնդիր։ Տեսեք, բոլոր քաղաքական ուժերը սկսել են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը։ Այդ թվում եւ Փաշինյանը։ Շատ հանգիստ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը ասում է ես գալիս եմ հաշվեհարդար տեսնելու հայ առաքելական եկեղեցու հետ։ Սա իրենց նախընտրական ծրագրում է։ Եվ
այդ մասով հարցում է ուղարկվել կենտրոնական դրական հանձնաժողով արդյոք կա որևէ ասենք իրավասություն կենտրոնական դրական հանձնաժողովին, ով կարող է արգելել այն կուսակցության գրանցումը, որը հակահայկական, հակասահմանադրական ծրագիր է ներկայացնում։ Պարզում է, որ ոչ կենտրոնական դրական հանձնաժողովը Նիկոլենց մասով չունի։ Եթե դա լիներ մեկ ուրիշը, իրենց մասով կունենար, դե չունի, որովհետև ախր Նիկոլ Փաշինյանը մեծ լավություն է արել այդ ԿՀ նախագահին։ Հիմա որ Վահագն Հովակիմյանի երկու որդիները բանակում 18 թվականից հետո չծառայեցին, եղբոր որդին չծառայեց, բա դա հենց այնպես չէր, չէ՞։ Այդ ինչպես է ին որդին ծառայեց, պատերազմին մասնակցեց, իրենց որդիները չծառայեցին։ Կարող է, չէ՞, այդ ժամանակ անգամ նույնիսկ ծառայության մեջ լինել։ Ոչ միայն Վահագն Հովակիմյան, դե շատերի, բայց ես հիմա այս բան խոսում եմ իր մասին, դրա համար էլ այդ օրինակն եմ բերում։ Հատուցում կա, չէ՞, ամեն ինչին հատուցում կա։ Ես չեմ կարող, սիրելի իմ արժանապատիվ ժողովուրդ, իմ սիրելի հայրենակիցներ, Հայաստանում եւ Սփյուռքում ապրող, ես չգիտեմ որևէ այլ երկիր, որտեղ մարդը այսքան արժեզրկված լինի իր իսկ ընտրած իշխանության կողմից կամ չընտրած ուղակի եկած իշխանության կողմից եւ այդ իշխանությունը այնքան համարձակություն ունենա, որ ծրագիր ներկայացնի հակազգային, հակապետական, հակասահմանադրական եւ որևէ մեկի պարսավանքին չարժանանա։ Իմ միակ խնդրանքը անցած օրը միշտ ասում եմ սիրելի տատիկ պապիկներ, ինձ մի տատիկ դիմել է, ասել է հարգելի Ռուզանա, ախր այնպես չի, որ բոլոր տատիկները այդ 10,000 թոշակը կվերցնեն, կգնան Նիկոլին ձայն կտան, ախր մենք արժանապատվություն ունենք։ Դրա համար հիմա այսպես ընդհանուր եմ դիմում իմ սիրելի արժանապատիվ ժողովրդին, ձեզ ուղակի դիմում եմ։ Գնացեք անպայման ընտրության եւ հիշեք հակազգային, հակասահմանադրական ծրագիր ունեցող ուժը, հակաքրիստոնեական ծրագիր ունեցող ուժը չի կարող Հայաստանում ղեկավարի դեր ստանձնել, ղեկավարի պաշտոն ստանձնել։ Այնտեղ դրված է այդ քվյախուցն է, ձեր ձեռքին քվյաթերթիկներն են, ներքևում աղբամանն է։ Ձեր ձեռքին աղբ է լինելու։ Այդ աղբը չմոռանաք անպայման նետեք այդ աղբամանի մեջ։ Բայց իմ խնդրանքը, իմ հորդորն է, որ դուք անպայման գնաք ընտրության։ Ձեր հիշեք, ոչ Ռուսաստանից, ոչ Պողոսից, ոչ Ամերիկայից, ոչ որևէ մեկից կախված չէ հունիսի 7-ի իրավիճակը։ Հունիսի 7-ի իրավիճակը կախված է մեր ամեն մեկի տեղամաս գնալուց, ամեն մեկի քվեարկելուց։ Եթե դուք չեք գնում քվեարկելու, հանկարծ չմտածեք, որ դուք լավ բան արեցիք։ Դուք պիտի գնաք քվեարկեք, այնտեղ ասում եմ, աղբ կա։ Այդ աղբը պիտի գտնվի իր համապատասխան տեղում։ Սա իմ խնդրանքն է իմ բոլոր արժանապատիվ հայրենակիցներին։ Ես այսօր այստեղ գալուց միտիկին այսպես վազելով եկավ գրկախ առնվեց ինձ, ասաց ձեզ շատ եմ լսում, ինչ եք կարծում, մենք հունիսի 7-ին ինչ իրավիճակ կունենանք։ Ասացի, եթե դուք ձեզ պեսները շատ լինեն, մենք կունենանք արժանապատիվ երկիր։ Ասաց, գիտեք, Բելգիայում եմ ապրում, եկել եմ այստեղ, հասկանամ, ընտրացուցակներում կանք, քանիսն ենք, որ մենք կարողանանք գանք մասնակցել մեր ընտրությանը ու հետ գնանք, ու փարվել էր ինձ արցունքները աչքերին։ Մենք այսպիսի արժանապատիվ հայ ունենք։ Մենք այն, որ ասում եմ աղվերանում հավաքված այդ երիտասարդները, փայլուն երիտասարդություն ունենք, ձեր ցավը տանեմ ես, այդպիսի երիտասարդներ ունենք, որով մենք կարող ենք մեր երկրի անդունդը գլորվող հունը փոխենք դեպի վաղվա օրվան։ Ռուզանա, շնորհակալ եմ, որ եկար, գիտես շատ կարևոր է, արդեն ես էլ ձեր նման 30 տարի ընդդիմադիր այսպես իրավիճակում եմ, պայքարում եմ ամեն անգամ հուսալով, որ լավ իշխանություն է գալու, պարզվում է, որ լավ իշխանություն գոյություն չունի, լավ իշխանությունը մենք պիտի
մեր ձեռքերով էս Պարոն Ղուշյան, գիտեք, կներեք, որ ընդհատեցի ձեզ, գիտեք, երբ կլինի լավ իշխանություն, երբ որ մեզանից յուրաքանչյուր հայ փորձի սիրել ինքն իրեն, իր ընտանիքին, ոչ թե սիրել Նիկոլին, սիրել Սերժ Սարգսյանին, սիրել Ռոբերտ Քոչարյանին, սիրել Լևոն Տեր-Պետրոսյանին, ոչ, երբ որ յուրաքանչյուր ոք սիրի իր ընտանիքը, սիրի իր ընտանիքի անդամին եւ ինքն իրեն, ինքը պահանջատեր կլինի, ինքը 100%-ով տվյալ իշխանությունից պահանջատեր կլինի, թույլ չի տա, որ իշխանությունը գա խափի իրեն, ստորացնի իրեն, այդ տեսեք տրանսպորտի հարցը, շատ կարևոր հարց էր, հազարավոր մեր հայրենակիցներ օգտվում են դրանից, այն անարժանապատիվ տեղափոխումը, այն ստորացուցիչ տեղափոխումը, որ այսօր կատարվում է Երևանի տրանսպորտում, դա որևէ մեկը, ես ցավոք եմ ասում, ես եմ այն մարդը, ով ամենամսյա գրաֆիկով պայքարում է այդ հարցի դեմ։ Ինձանից հետո ընդդիմությունը վերցնում է, մեկ օր դա գեներացնում է, հետո վերջ, տեսեք, 10 օր չեմ անդրադարձել այդ թեմային։ Այսօր անդրադառնամ, վաղը ընդդիմադիր դաշտը ավականիներով, մյուսներով կգեներացնեն այդ հարցը։ Այ երբ որ մենք բոլորս միասին, կարևոր չէր ավականի էր, դեպուտատ էր, շարքային քաղաքացի էր, թե Ռուզանա էր, երբ որ մենք բոլորս լծվենք այդ գործին, ես կարող եմ տաքսիով գնալ, մեքենայով գնալ, ես վերջին ամիս ու կեսը անընդհատ տրանսպորտով եմ գնում, բոլոր խնդիրներին, այդ թվում եւ վարորդների պայմանագրին անգամ տեղյակ եմ, թե այդ մարդկանց պայմանագրում կետ չկա կանգնեցնել ավտոբուսը չվարել, այդ մարդկանց թեպետ Ավինյանը նոր կետ է ավելացրել, որ անընդհատ հորդորել վճարել, բայց չկա կետ, որ վարորդը դուրս գա իր աթոռից, ասի դուք հետ եկեք, դուք վճարեք, չկա նման բան, ես նորից եմ ասում, սիրելի վարորդներ, թույլ մի տվեք, որ ասենք Ավինյան Տիգրանը ձեզ ճորտ աշխատացնի, Եվ հիմա, քանի որ եթերում եմ, ուզում եմ դիմել Երևանի 9%-անոց քաղաքապետ Ավինյան Տիգրանին, ավտոբուս պարկին իր ենթակայության տակ գտնվող, որևէ մեկըդ չհամարձակվի, որովհետև ես այդ ահազանգստացել եմ անմիջապես վարորդից, որևէ մեկըդ չհամարձակվի վարորդներին ընտրելու ուղղորդում անել։ Դուք ասել եք գնացեք ընտրեք ՔՊ-ին եւ ոչ միայն վարորդելը, այլև իրենց ընտանիքները։ Հիմա դիմում եմ ձեզ Տիգրան Ավինյան եւ ավտոբուս պարկի տնօրինություն։ Հրապարակային հերքեք եւ ասեք, որ դուք որևէ վարորդի չեք ուղղորդել, որ իրենք գնան ընտրության քվեարկեն իրենց ընտանիքներով Նիկոլ Փաշինյանի օգտին։ Հրապարակային հերքեք, եթե դուք չեք հերքում, ապա ես այս հարցի հետևից երկար գնալու եմ։ Այս բանը բացվելու է շղթան, որովհետև ինձ արդեն երրորդ վարորդն է նույն բանը ասում, որ դուք ասել եք կգնաք ձեր ընտանիքներով։ Իհարկե ես կարծում եմ, որ այդ ուղղորդումը գնացել է Տիգրան Ավինյանից։ Եթե ձեզանից չի գնացել Տիգրան Ավինյան, ապա ավտոբուս պարկի տնօրինությանը պատժի ենթարկեք նման ուղղորդում անելու համար։ Ինձ թվում է կլսի նաև դատախազությունը, քննչականը, բարձեք տեսեք, այս ինչ է, մարդկանց ինչու են այսպես թոռ ու ծոռով, պապ ու թոռով գնացեք, լավա չեք ասել գերեզմաներից հանեք, բերեք թող գան ընտրության։ Դե մեր մոտ մեռելների ընտրությունը միշտ էլ բանա արդիական է եղել։ Ռուզաննա, շնորհակալություն, իսկապես քեզ հետ միշտ հետաքրքիր է եւ ամենակարևորը նորից եմ զգուշացնում Եթե հանկարծ այնպես ստացվի, որ քո համարձակ հարցերի քննադատության համար փորձեն քեզ կալանավորել, իմացի, որ կա մի եթեր, որը քո կողքին է լինելու, միջև վերջ։ Մի բան կարի ասում են ին վախը չափածա, պարոն Ղուշյան։ Դե լավ, եղավ։ Սիրելի բարեկամներ, հասարակական հանրային ակտիվիստ, համայնքական ճակատշարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանն էր Փակ TV տաղավարում։ Իհարկե, առաջիկայում եւս սպասեք նրան նոր բացահայտումներով, նոր փաստերով եւ իր շատ ինքնատիպ կարծիքով։ Այսօր այսքանը, ցտեսություն։